նշանակում է, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ, ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կարող մենք էլ իրար ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։